Արի նստենք իրար դիմաց, զրույց անենք, մենք դառնացած, ինչու աշխարհն այսպես սրվեց, ամուր հիմքը ինչից խախտվեց, միտք եմ անում ու լուռ խորհում, միթե մարդիկ չեն հասկանում, որ մեկ անգամ ենք կյանքը տրված, չարժե լինել միշտ տխուր լարված, թիթեռի չափ ենք ապրում, բայց իրար դեմ ենք պատերազմում, ինչ ենք ուզում կյանքիս այս խենդ, բարի լույս բոլորին, բարի լույս իմ սիրելիներս, առողջություն, երջանկություն, հույս, հավատ, սեր եմ մաղթում բոլորիդ, այս գեղեցիկ տողերով էլ, այս գեղեցիկ տեսարանով էլ սկսում եմ իմ առավոտը, ձեզ մաղթելով ամենալավն ու բարին, միշտ օրհնված լինեք սիրելիներս։ Էլի հետևորդներ ջան, այսօր հարցս որոշել է երեխաների համար բուլկի պատրաստի, բաղադրիչներն են ձու, մարգարին, կաթ, թաց խմորիչ, շաքարավազ ալյուր, վանիլին և խտացրած կաթը եփովի ու կարիցայով, կաթը 1 լիտր լցնում եք աթսան, բոլորը սենյակային ջերմաստիճանի են, 1 տուփ մարգարին է փափուկ վիճակում, ավելացնում 1 լիտր կաթին, տեսեք ինչ փափուկ է, և մարգարինն ու կաթը պետք է դնի գազօջախին գոլանալու, շատ տաք պետք չի, գոլից մի փոքր տաք, հիմա գազօջախը վառում է, որպեսզի կաթը դնի տաքանալու, գոլանալու, պատրաստում է, ոնց որ ասած խմորիչը պետք է ակտիվացնի, վերցրել է թաց խմորիչ, թաց խմորիչով շատ լավ է, բոլոր խմորեղենները ստացվում, չեմ չորով, խնդրեմ ձեռքով, 25 գրամ է վերցնում, կեսը, ավելացնում է մի քիչ շաքարավազ և գոլ ջուր, սառը լինի չի բարձրանա, տաք լինի նորից կկտրվի խմորիչը չի ակտիվանա, լավ խառնում է, որպեսզի հալվի խմորիչը տաք ջրի հետ, շաքարավազը խմորիչը միասեռ դառնան, հիմա ավելացնում է ալյուրը, արդեն դուք կարող եք որոշել, թե ինչքան է հարկավոր, ես այդպես չեմ կարող ասել չափաբաժինը, թե ինչքան ալյուր է և ջուր է լցնում, այնքան որ ոչ պինդ լինի, ոչ շատ ջրալի, նորից խառնում է, մի քիչ էլ է ավելացնում, ալյուրը մաղած է նախօրոք, նորից լավ խառնում է, հավասար կոկ մասա դառնա, որ ակտիվանա արագ, երևի այսքանը բավական է, ինձ թվում է ալյուրը, ահա դարձավ հավասար կոկ մասա, դնում է որպեսզի ակտիվանա, առանց ծածկելու, չի ծածկում, որ թթվածինը շնչի, ավելի լավ դառնա, իսկ հիմա սկսում է խմորը պատրաստել, չափաբաժինը կգրեմ սիրելիներս,
Սիրելիներս, 2 ձուն կոտրել է, հիմա երրորդն է ավելացնում, սա էլ 4-րդն է, օգտագործում է 4 ձուն ամենը։ Հիմա լավ ձեռի հարիչով հարում է ձուն, ասեմ, որ ձուն մեր հավերի ձուն է, տնական է, շատ համով է, մանավանդ երբ որ խաշում ես թարխունով, լավաշով շատ, չէ որ համ կանաչ խոտ են ուտում, համ խոհանոցում որ ճաշ են քեփում, կարտոֆիլ, բազուկ, գյազար, սաղ վիտամիններ են, նրանք էլ ենք տալիս հավերին։ Հիմա ավելացնում է ակտիվացած մեր փխրեցուցիչը, որը լավ բարձրացել է, ակտիվացել է, ավելացնում է հարած ձվին։ Տեսնենք ինչ է։ Կաթը, որ գոլացրել էր մարգարինի հետ, խառնում է գդալով, իսկ հիմա ավելացնում է խմորին։ Նորից հարիչով լավ խառնում է, որ բոլոր բաղադրիչները լավ խառնվեն իրար։ Սիրելիներս, նորեկներ ջան, եթե նոր եք, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, դրեք լայք և մի գեղեցիկ գրառում գրեք, ինձ համար դա շատ հաճելի կլինի, ավելացնում է մի պտղունց աղ և շաքարավազ է ավելացնում, չափաբաժինները կգրեմ, թե ինչից ինչքան է օգտագործում։ Նորից լավ խառնում է, որ լրիվ բաղադրիչները խառնվեն, դառնան միասեռ, զանգված, ավելացրեց մի փոքր վանիլին և հիմա ալյուրը կավելացնի, 2 կիլոգրամ է մաղած ալյուրը, տեսնենք ինչքան կօգտագործի, ես կգրեմ։ Շատ ընտիր է ստացվում, էլն է թխել այս բաղադրիչներով, այդ բաղադրատոմսով շատ լավ է ստացվել, նորից լավ խառնում է, խոհանոցում պատրաստում է հարսը, սիրելիներ։ Ինչքան որ ալյուր օգտագործի, ես վերջում կգրեմ, սիրելիներս։ Հիմա աստիճանաբար ավելացնում է, հանում է ձեռքի հարիչը, ավելացնում է ալյուր, երևի արդեն ձեռքով պետք է աշխատի, խմորը հունցի։ Չէ, նորից է հարում, դեռ չի հանում։ Արդեն ծանրացել է խմորը, ինձ թվում է հիմա կհանի հարիչը։ Խմորը կովրիկի վրա լավ հունցելուց հետո դրել է ամանի մեջ, թասի մեջ, նորից լավ հունցում է։ Լավ հունցելուց ժամանակ խմորը ավելի թեթև է դառնում, ավելի փափուկ և լավ բարձրանում է, տեսնում եք փուչիկը կողքի, այ մատը դրեց վրան, խնդրեմ, նորից է խառնում, ինչքան հունցենք, այնքան լավ խմոր կստանանք, փափուկ, սաղ փուչիկներ է, հիմա սիրուն կլորացնում է, տեսեք ինչ լավ խմոր է,
Խնդիր, ահա ցույց է տալիս։ Հիմա բուսայուղ է լցնում ու ձեռքով բուսայուղը տարածում։ Լավ տարածում է։ Արդեն անցել է ժամ ու կես, 2 ժամ, տեսեք ինչ բարձրանալ է բարձրացել մեր բուլկի խմորը։ Խնդրեմ, հիմա մի քիչ բուսայուղ է լցնում, խմորի երեսը քսում, տեսեք, խնդրեմ, փափուկ, ամպի պես փափուկ, թեթև, ընտիր խմոր ստացվեց, ապրես իմ սիրուն աղջիկ, շնորհքդ էլ ավելի շատանա, տեսաք ինչպես փափուկ, ընտիր խմոր ստացվեց, հիմա արդեն կսկսի գնդել, բուսայուղ է լցնում, առանց ալյուր է օգտագործում, բուսայուղով, տեսնում եք ինչ լավ, իրոք ընտիր խմոր, խնդրեմ, սա կբաժանի մասերի, սիրելի հետևորդներ ջան, արդեն բաժանել է խմորը հավասար գնդերի, գնդում է, մի քիչ էլ գնդած կմնա և արդեն կսկսի լցոնել բուլկիները, արդեն ձեռքի չափով գիտի, մեծը կտրում է, բոլորը գնդի, կադրից դուրս նոր կմիանանք, արդեն գնդեց, վերջացրեց գնդերը, հիմա բացում է խմորը, տեսեք, կողքերը բարակացնում է, մեջտեղը պետք է հաստ մնա, ասեմ, որ չամիչով է պատրաստում հիմա, չամիչը նախօրոք լվացած, ջրքանված, չորացրած չոր չամիչ է, լցնում և կողքերը հավաքում է, խնդրեմ, կլորացնում է, դնում է, կլորացնում է, դնում է գազօջախի թիթեղի վրա, հաջորդը, սկզբի գնդերը, որը որ սկսել է, դրանք է բացում, սա էլ նույնպես մեջտեղը հաստ է թողում, կողքերը բարակ և լցնում է չամիչը, կթողնի մի քիչ կհասունանան, կբարձրանան, նոր կդնի ջեռոցը եփելու, չամիչով բուլկիները վերջացրեց, հիմա էլ բացում է խմորը, որպեսզի կարիցայով պատրաստի, խմորը տեսեք ավելի ուռչեց, ավելի հասունացավ, փափուկ, թեթև դարձավ, հիմա էլ կարիցան է լցնելու, լավ բացում է բարակ և լցնում է կարիցան, խնդրեմ, ընդհանուր լցրեց խմորի մեջ, սկսում է փաթաթել, տարբեր տեսակի պատրաստում է, հանգիստ, հավեսով իր գործը անում է, կոկիկ և գեղեցիկ պատրաստում է, առանց շտապելու,
Հիմա խնդրեմ, սա էլ էս ձևն է տալիս կտրում է սրտի պես, սա էլ էսպես, տարբեր տեսակի անում է, հիմա նորից է կրկնում, կարիցա պետք է լցնի մեջը, ինձ թվում է արդեն հարկ չկա, տեսակ սիրելիներս, որպեսզի ձեզ համար երկար չթվա, ժամանակը թանկ արժի, նույն ձևի կարիցան կտրում է, կլոր է պատրաստում, լցնում է կարիցան մի խոսքով, սկսում է թխել չամիչով բուլկիները, ամանի մեջ կոտրել է մեկ ամբողջական ձու, մեկ ձվի դեղնուց, մեկ թեյի գթալ լավ լիքը թթվասեր, խառնել է և քսում է բուլկիների երեսը, այս անգամ բուսայուղ չի լցրել, այդ թթվասերով է պատրաստում, քսում երեսը, նույնն էլ կրկնում է բոլոր բուլկիների հետ, քսում է երեսը և թխում, նախօրոք ջեռոցը տաքացրել է 200 աստիճան, վերև ներքև, որպեսզի հավասարաչափ կարմրեն, հիմա կդնի ջեռոց, դնում է տաք ջեռոցը, արդեն լավ տաքացել է, պատրաստ կլինի մի քանի րոպեից, երբ որ կարմրի, սիրելիներս, տեսեք, ինչ գեղեցիկ, փայլուն, կարմիր, թեթև բուլկիներ հանեց ջեռոցից հարսս, սիրելիներս, եկեք միասին այս համեղությամբ սուրճ խմենք, իրոք խնդիր ստացվեց, հիմա թիթեղի մեջից հանում եմ, որ մյուսներն էլ շարի ու դնի ջեռոցը, կհանդիպենք վերջում արդեն պատրաստ եղած վիճակում, սիրելիներս, կգնահատեք, սիրելիներս, տեսեք ինչ լավ, գեղեցիկ, փափուկ, կարմիր, վռվռան բուլկին էլ թխեց, տեսնում եք, ինչ բամբակի պես բարձրանում է, որ սխմում ես, հարգելիներս, ուզում եմ իմ շնորհակալական խոսքս բոլորիդ ասել, մեծապես զգացված եմ ու շնորհակալ ձեր գրած յուրաքանչյուր խոսքերի համար, եղեք առողջ, ապրեք 100 տարի, թող բոլորս միշտ առիթ ունենանք ուրախանալու, ուժ հաղթահարելու համար, սիրում եմ ձեզ, գրկում և համբուրում եմ բոլորիդ, մինչ նոր հոլովակ։